Ուժեղ Հայաստան դաշինքի ժողովրդագրական ծրագրերի մասին հենց Մարտունիում է խոսում քաղաքական թիմի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, քանի որ մեր երկրի պատմության մեջ հենց այս քաղաքն է առանձնացել բազմանդամ ընտանիքների առատությամբ։ Հիմա շատ երիտասարդներ ավել բալիկներ չեն ունենում, նրա համար որ տան խնդիր կա։ Ավել բալիկ չեն ունենում, նրա համար որ եղբայրներով ապրում են մի տան մեջ, 1000 հոգսի տակ։ Ուժեղ Հայաստանը երկրի կառավարման ղեկն իր ձեռքն առնելուն պես կստեղծի հիմնադրամ, որի նվիրատուները կլինեն աշխարհասփյուր հայության ներկայացուցիչները եւ յուրաքանչյուր ընտանիք, որտեղ կծնվի 5-րդ երեխան, այս ֆոնդի հաշվին բնակարան նվեր կստանա։ Մարտունեցիների արձագանքը բուռն է։ Ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի առաջի ծրագրերից մեկը դա է։ Վերջին 8 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը միլիարդավոր դոլարների պարտքեր է վերցրել, բայց Գեղարքունիքում աղքատությունը միևնույն է սրվել է։ Այստեղ նաև մինչև 35% պակասել են կարտոֆիլի, ցորենի ցանքատարածությունները, ասում է Նարեկ Կարապետյանն ու հավելում, ուրեմն հունիսի 7-ը այն օրն է, երբ պետք է ընտրել փոփոխությունը։ Եվ այսօր պետքա թույլ չտանք, որ ինչից իմ ու ձեր նախնիները Արևմտյան Հայաստանից փախել են, եկել են, դա նույնը մեզ այստեղ կհանդիպի, որ մեր հակառակորդները այստեղ չգան ապրեն, որ թուրք բերողին մենք չասենք, թուրք բերողին չենք ասելու։ Ուժեղ Հայաստանը գալիս է շենացնելու մեր երկիրը, Նարեկ Կարապետյանն ուղիղ է հայտարարում, խորհրդարանում իրենց ձայները որևէ այլ ուժի կամ թեկնածուի չեն տալու։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։